Գրքի կենսաուսումնասիրություն, հաղորդում առաջին, ծննդոց գիրքը ընդհանուր ուրվագիծը և կենտրոնական միտքը։ Ծննդոց 1:1 սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, փառք Տիրոջը Աստվածաշնչի համար, փառք Տիրոջը կյանքի համար, աստվածային կյանքի, հավիտենական կյանքի, որը բովանդակված է այս գրքում, և փառք Տիրոջը, որ նա հնարավորություն տվեց մեզ իր աստվածային խոսքը կենսաուսումնասիրելու այսպիսի մեծ հավաքույթում։ Տիրոջ կամքով, սկսելով այսօրվանից 1974 թվականի ապրիլի 6-ից, մենք կշարունակենք Աստվածաշնչի այս կենսաուսումնասիրությունը, հաջորդաբար կարդալով գիրք առ գիրք, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի։ Թող մեր ուսումնասիրության ամբողջ ընթացքում Տերը մեզ պարգևի իր թանկագին ներկայությունն իր հարուստ օծությունով։ Հրաշալի գիրքը։ Աստվածաշունչը հրաշալի գիրք է, այն գրքերի գիրքն է։ Աստծո ամենամեծ մարգարե Մովսեսից սկսած և վերջացրած Հովհաննես առաքյալով հարկավոր էր 1600 տարի, որպեսզի այն ամբողջական դառնա։ Այն հաստատվեց 300 տարի անց, Քրիստոսի ծնունդից հետո 397 թվականին, Հյուսիսային Աֆրիկայում, Կարթագենում անցկացված տիեզերաժողովում։ Կարճ ժամանակ անց կաթոլիկ եկեղեցին Աստվածաշունչը պահեց ժողովրդից։ Մոտ 1000 տարի 6-րդ դարից սկսած մինչև 15-րդ դարը Աստվածաշունչը փակ մնաց։ Պատմությունն այս շրջանը կոչվում է Խավարի դարաշրջան։ Մարդկային հասարակությունը խավար դարձավ, քանի որ ամբողջ աստվածային լույսը պարունակող Աստվածաշունչը գաղտնի պահվեց նրանից։ Այնուհետև Ռեֆորմացիայի ժամանակ Աստվածաշունչը բացելու համար Աստված օգտագործեց Մարտին Լյութերին։ Միևնույն ժամանակ հայտնագործեցին տպագրությունը, որն էլ առիթ հանդիսացավ Աստվածաշունչը տպագրելու։ Թեև Աստվածաշունչը բաց գիրք դարձավ, սակայն այն այնքան էլ բաց չէր, բայց և այնպես մենք փառաբանում ենք Տիրոջը, որ վերջին 5 դարերի ընթացքում նա կրկին ու կրկին բացել է իր խոսքը բազում մեծ ուսուցիչների միջոցով։ Մենք կանգնած ենք նրանց ուսերին և երախտապարտ ենք նրանց անչափ գոհանում ենք Տիրոջից, որ այսօր Աստվածաշունչն այնքան բաց է մեզ համար, որ թույլ է տալիս մեզ կենդանի խոսքի հարուստ կենսաուսումնասիրություն ունենալ։ Աստծո շունչը։ Ինչ է Աստվածաշունչը։ Մենք գիտենք, որ Բիբլիա բառը նշանակում է գիրք, սակայն ինչ է իրենից ներկայացնում այս գիրքը։ Աստվածաշունչն ասում է. ամբողջ Սուրբ Գիրքը Աստվածաշունչ է։ Բ Տիմոթեոս 3:16 Աստվածաշունչն Աստծո շունչն է։ Այն պարզապես Աստծո խոսքը կամ միտքը չէ, այլ հենց Աստծո շունչը։ Այն ամենը, ինչ արտաշնչում ենք, մեր շունչն է, և այս շունչը դուրս է գալիս մեր էությունից։ Ուստի Աստվածաշունչը, որպես Աստծո շունչ, Աստծո էությունից արտաշնչված ինչ-որ բան է։ Աստվածաշունչն իր մեջ բովանդակում է Աստծո բուն տարրը, այն ամենը, ինչ Աստված է, բովանդակված է այս աստվածային գրքում։ Աստված լույս է, կյանք, սեր, զորություն, իմաստություն և շատ այլ բաներ։ Այս բոլոր բաղկացուցիչները, այն ամենը, ինչ Աստված է, արտաշնչվել է Աստվածաշնչի մեջ։ Երբ բաց սրտով և բաց հոգով գալիս ենք այս գրքին, մենք կարող ենք անմիջապես դիպչել աստվածային ինչ-որ բանի, ոչ թե պարզապես մտքերի, գաղափարների, գիտության, խոսքերի կամ նախադասությունների, այլ ինչ-որ ավելի խորը բանի։ Մենք հենց Աստծունն ենք հպվում։ Հոգին և կյանքը։ Տեր Հիսուսն ասաց, որ խոսքերը, որոնք նա ասում է, հոգի և կյանք են։ Հովհաննես 6:64 Կարող ենք պատկերացնել, որ Աստվածաշունչը, որպես Աստծո խոսք, հոգին է։ Այն պարզապես սևով սպիտակի վրա գրված խոսքեր չէ, այն ինչ-որ ավելի բարձր, խորը, լեցուն և թանկագին բան է։ Այն հոգին ու կյանքն է։ Եվ Աստվածաշունչը մեզ ասում է, որ հոգին ինքն Աստված է, Հովհաննես 4:24, և որ կյանքը Քրիստոսն է, Հովհաննես 14:6։ Ես չեմ ասում, որ Աստվածաշունչը հենց Աստված է, սակայն ըստ Տեր Հիսուսի, Աստվածաշնչում խոսքը հոգին է, և հոգին ինքն Աստված է։ Սակայն ըստ Տեր Հիսուսի, Աստվածաշնչում խոսքը հոգին է, և հոգին ինքն Աստված է, Տերը, ով կյանք է մեզ համար։ Երբ գալիս ենք հպվելու խոսքին ունենալով ուղիղ դիրք, բաց սիրտ ու հոգի, մենք անշուշտ հենց Աստծուն կհպվենք և կյանք կընդունենք։ Երբ գալիս ենք աստվածային խոսքին, ներգրավում է գրեթե մեր ողջ էությունը։
Մենք պետք է գանք Աստծուն փնտրող սրտով, մաքուր սթափ դատողությամբ և բաց հոգով։ Եթե մեր հոգին բացենք Աստծուն և Նրա խոսքին, տպագրված էջից այն կողմ կարող ենք հենց Աստծուն դիպչել։ Այն պարզապես աչքերով կարդալու, մտքով հասկանալու, սրտով փնտրելու խնդիր չէ։ Այն նաև մեր հոգում Աստծուն դիպչելու խնդիր է։ Եթե մեր ամբողջ էությունը վարժենք այս ձևով, ոչ միայն հայտնություն կստանանք, այլև մեր հոգու մեջ կփոխանցվի որոշակի աստվածային տարր, որը բացահայտված և պարունակված է Նրա խոսքում։ Ուստի Եփեսացիս 6:17-18-ում ասվում է, որ մենք պետք է ընդունենք Աստծո խոսքը ամեն աղոթքի և աղաչանքի միջոցով։ Աստվածաշնչի խոսքը մենք պետք է ընդունենք ոչ միայն կարդալու և ուսումնասիրելու, այլև ամեն աղոթքի միջոցով։ Մենք պետք է աղոթքով կարդանք և ուսումնասիրենք Աստվածաշունչը, այսինքն՝ մենք պետք է վարժենք մեր հոգին, որպեսզի Տիրոջը հպվենք աղոթքով և աստվածային խոսքը կարդալով։